Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի միջուկային ու ռազմական օբյեկտներին։ Հարվածներ են հասցվել նաև մայրաքաղաք Թեհրանի և մի քանի այլ քաղաքների բնակելի թաղամասերին, կան զոհեր ու վիրավորներ։ Իսրայելական հարվածների հետևանքով սպանվել են բարձրաստիճան զինվորականներ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։ Մենք հարվածել ենք Իրանի միջուկային հարստացման ծրագրի սրտին։ Մենք թիրախավորել ենք Նաթանզում գտնվող Իրանի հիմնական հարստացման օբյեկտը։ Մենք նաև հարվածել ենք Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի սրտին։ Այս գործողությունը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ լինի սպառնալիքը վերացնելու համար։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին զգուշացրել է Իսրայելը լուրջ հետևանքներ կկրի հարձակումները սկսելու համար։ Երկրի զինված ուժերի խոսնակը խոսել է կոշտ պատասխանի մասին։ Այս ֆոնին Միացյալ Նահանգները հայտարարել է, թե Իսրայելի գործողությունները միակողմանի են և Միացյալ Նահանգները չի մասնակցում Իրանի դեմ հարվածներին։ Այդուհանդերձ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է՝ Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ և մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։